Հորիզոնի տաղավարում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, շնորհակալություն Վիգեն, հետաքրքիր պատմություն է, ընդհանրապես պարզ չի թե ինչու են այդքան շատ մարդիկ ինքնաբացարկի ցուցակում հայտնվել։ Դուք ինչ որ տեղեկություն ունեք թե չէ, որտեղ 25 հոգի 3 հայտարարվեց, բայց ոչ մի տրամաբանության, թվաբանական տրամաբանության դա չի ենթարկվում։ Գիտեք, ընդհանրապես որևէ զարմանք այս ամենը երևի թե չի արուցում, քանի որ դուք էլ եք հիշում, որ 5 տարի առաջ էլ, 10 տարի առաջ էլ միշտ էլ ընտրություններից հետո նման իրավիճակ էր ստեղծվում եւ որոշ անցած, այսպես ասած, падգամավորներ ստիպողաբար հիմնականում դուրս էին գալիս ցուցակից, հետո ոմանք, ասենք, նրանք ովքեր որ ավելի շատ քաղաքական դեմքեր էին, օրինակ ես հիշում եմ Համայակ Հովհաննեսյանի դեպքը, իրենք բացահայտում էին ինչ-որ նյուանսներ, ոմանք լռում էին գուցե ինչ-որ փոխհատուցում այս կամ այն չափով ստանալով։ Հիմա այս 25 հոգին թե 10 հոգի չստացան 23 հոգի էին, որքանով ես հիշում եմ։ Ես կարծում եմ, գիտեք, խնդիրը հենց ամենասկզբից պետք է դիտարկել, այսինքն ինչպես ձևավորվեց այդ դաշինքը, օրինակ Ծառուկյան դաշինքը, ես կարծում եմ հեռու չէին ճշմարտությունից այն պնդումները, որ այդ դաշինքի ստեղծումն էլ, այսպես ասած, որոշակի ձևավորված տեխնոլոգիա էր, ձևավորված փոխհամաձայնեցված խաղի կանոնների շրջանակում էր։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ իշխանություններն էլ ոչ պակաս քան ընդդիմությունը փորձում են ձևավորել նաև ընդդիմադիր դաշտը եւ գոնե իրենց համար կոմֆորտային, այսպես ասեմ։ Հաջողվում է։ Ես կարծում եմ վերջի համենայն դեպս 2 գումարման խորհրդարաններում նման այդ հարցը լուծվել է։ Եվ հիմա էլ ես կարծում եմ նույն խնդիրն էին լուծում եւ հիշում եք, որ նույնիսկ այդ փուլում, ձևավորման փուլում Ծառուկյան դաշինքի շատ էր խոսվում, որ այդ դաշինքը, ինչպես ռուսերեն ավելի լավ է ասեմ, զապասնոյ այրադրոմ էր շատ տեխնացուների համար, ովքեր որ ինչպես իրենք էին նույնիսկ խոստովանում, այդ թվում նաև տեխնացուներից մեկը, օրինակ Խաչիկ Մանուկյան, նման հարցազրույց էր տվել, ես հիշում եմ, ասում էր ՀՀԿ-ում տեղ չկար, ես գնացի ԲՀԿ։ Հիմա ես կարծում եմ այդ նույն հիմա հակառակ process-ն է գնում, այսինքն յուրաքանչյուր կողմը, կուսակցությունը փորձում է զտել իր, այսպես ասեմ, ցուցակները, որպեսզի Ծառուկյան դաշինքը տվյալ դեպքում փորձում է զտել իր ցուցակները, որպեսզի մինիմալ խոցելի լինի հետագայում խորհրդարանական, այսպես ասած, անցուդարձի ժամանակ։ Մի հարց էլ, հա, ես ունեմ, այդ մարդիկ ասում են սատանայական թուղթ, չգիտեմ, մեզ խաբել են, դատակ թղթի տակ եմ ստորագրել, ես չգիտեի, որ դա հրաժարվելու թուղթ է եւ այլն։ Դուք հավատում եք, որ չափահաս մարդիկ այդպիսի բան կարող են։ Ոչ, չեմ հավատում, բնականաբար որևէ բանականություն կամ տրամաբանություն ունեցող մարդ, այն էլ այդպիսի բազմափորձ մարդիկ, որոնք որոշակի հաջողություններ են ունեցել եւ քաղաքական ասպարեզում եւ բիզնեսի ասպարեզում, դժվար թե պատկերացում չունենային, թե այդ ստորագրությունը, որ դնում են, այն էլ դատարկ թղթի տակ, նոտարով հաստատված, ինչի համար է դա հետագայում օգտագործվելու եւ բացի այդ ես արդեն ասացի, նման փորձ եղել է, այսինքն դա նոր ինչ-որ տեխնոլոգիա չէ կամ բան չէ, այլ հարց է, որ ես կարծում եմ այս անգամ ուղղակի, քանի որ նախորդ անգամները բավականին անաղմուկ էին անցնում հիմնականում, այս անգամ ես կարծում եմ մի փոքր երևի թե այդ գիծն էլ էին անցել, չեմ բացառում, որ կային նաեւ դրթող ուժեր, որոնք Ինչու աղմկեցին։ Ես կարծում եմ այդքան շատ մարդ աղմկեց։ Ես կարծում եմ, որ կարող է չի բացառում, որ կան, ասենք, շահագրգիռ ուժեր են եղել, քաղաքական այդ թվում նաև ուժեր։ Ես չէի ուզի հիմա դրա մասին շատ տարածվել, բայց կարող ենք փաստել մի բան, որ ամեն դեպքում իշխանական թևը այս ամենիցից ես կարծում եմ այն ամենից շահող դուրս եկավ։ Հիմա աղմուկը կա, ինքնաբացարկ էին հայտնել ըստ այդ ցուցակի, բայց փաստորեն այսօր մանդատներ ստացան նրանցից մի քանիսը։ Հիմա նրանք ինչպես պիտի շարունակեն աշխատանքը, խորհրդարանում կընդգրկվեն Ծառուկյան դաշինքում կամ ԲՀԿ-ում, թե մեկ այլ բան կստացվի։ Միանշանակ հիմա երևի թե դժվար կլինի ասել, քանի որ եթե իհարկե այդ հակամարտությունը
այս ընդամենը հակամարտություն է, տակտիկական, տեխնիկական խնդիր էր, այլ ոչ թե սկզբունքային, ապա ես չեմ բացառում, որ նրանցից մի մասը այնուամենայնիվ խաղաղ կերպով, այսպես ասեմ, կընդգրկվի այդ աշխատանքներին հենց իր հարազատ մայր, այսպես ասեմ, Ծառուկյան դաշինքում, բայց ես չեմ բացառում եւ գուցե ավելի հավանական է, որ նրանցից մի մասը կամ մեծ մասը գուցե առանձին խումբ ստեղծեն, խումբ ստեղծեն, բայց մի նյուանս կա, կարծում եմ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, գործող սահմանադրությունը պարտադրում է, որպեսզի խորհրդարանում խումբը լինի հայտարարի ինքը իշխանություն է թե ընդդիմություն, այսինքն ես կարծում եմ այդ խումբն էլ պետք է հայտարարի, որ ինքը ընդդիմություն է։ Ինչպես է կոչվելու այդ խումբը, գործընկերներից մեկը առաջարկեց ելք Ծառուկյան դաշինքից։ Ընդհանրապես կրեատիվ գաղափար է, դա իրենցից պետք է հարցնել, ես կարծում եմ կարող են օգտագործել նման մի բան, դե տեսնենք։ Դուք ասում եք նրանք պետք է հայտարարեն, նրանք ընդդիմություն են, թե իշխանություն, բայց հայտարարելը դեռ քիչ է, նրանք իրականում ընդդիմություն են լինելու, թե իշխանություն է, 8 հոգին։ Դա ընդհանրապես ես կարծում եմ այս խորհրդարանի ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որովհետև փաստացի ամենից շատ ընդդիմադիր հատվածում ամենից շատ ձայներ վերցրած քաղաքական ֆորմատը, այդ Ծառուկյան դաշինքը այսօր էլ կարծես թե քաղաքական շրջանակներում, փորձագիտական, նույնիսկ լրագրողական շրջանակներում այդպես միանշանակ չի ընկալվում որպես ընդդիմություն։ Ես մի անգամ ասել եմ, որ ես կարծում եմ, որ Ծառուկյան դաշինքը, ինչպես եւ 2012 թվականից հետո դե յուրե կլինի կհայտարարի, որ ինքը ընդդիմություն է, բայց դե ֆակտո կմնա ինչպես ինքն էր իրեն հռչակել այլընտրանք։ Հիմա ես կարծում եմ, որ գրեթե նույն իրավիճակը կարող է լինել նաև այդ հիպոթետիկ, այսպես ասեմ, առայժմ կանխատեսվող այդ խմբի դեպքում։ Այսպիսի նրբություն էլ կա, որ որոշ որոշումներ ազգային ժողովում ընդունվում են ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ օրինակ նախագահի ընտրություն եւ մի շարք այլ հարցեր ընդունվում են 2/3-ով եւ նույնիսկ 3/5-ով եւ հետեւաբար այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարում են ընդդիմություն, պետք է քվեարկեն այնպես, ինչպես ՀՀԿ-ն։ Այո, եւ դրանով է երևի պայմանավորված, որ իշխանությունը, ինչպես ես արդեն ասացի, ոչ պակաս է շահագրգիռ, որպեսզի խորհրդարանում լինի այնպիսի ընդդիմություն, որը որ, այսպես ասեմ, բավականին հնարավորություն լինի մանևրել անհրաժեշտության դեպքում, եւ մենք հիմա տեսնում ենք, որ եթե նույնիսկ տեսականորեն այս մանդատ ստացած 8 падգամավորները նույնիսկ եթե մնան Ծառուկյան դաշինքում, ես կարծում եմ իրենք բավականին խոցելի են դարձնում այդ դաշինքը եւ հանրապետականի պարագայում գուցե դա այն ռեսուրսն է, այն լրացուցիչ ռեսուրսն է, որը իրենց անհրաժեշտ է, դա կգումարվի, այսպես ասեմ, կայուն մեծամասնության ձայներին անհրաժեշտության դեպքում։ Պարոն Հակոբյան, հիմա մենք իրավիճակին փորձենք նայել դաշինքի ղեկավարի տեսակետից։ Ստացվում է այսպես, որ օգտագործվում է բրենդը, օգտագործվում են նաև ֆինանսական միջոցները եւ падգամավորներ են ընտրվում։ Արդյոք այս դեպքում գուսակցության ղեկավարը կամ դաշինքի ղեկավարը իրավունք չունի որոշելու, թե ովքեր են հենց այդ բրենդի ներքո լինելու խորհրդարանում։ Գիտեք, կա այստեղ երկու հատված, որոնք գուցե ինչ-որ չափով գուցե իրար հակասում են։ Իհարկե կա քաղաքական, այսպես ասած, անհրաժեշտություն եւ դրա երևի կարող է եւ դրա որոշում ընդունող այդ քաղաքական անհրաժեշտություն ելնելով դա իհարկե դաշինքի ղեկավարն է կամ կուսակցության ղեկավարն է, բայց մյուս կողմից կա նաեւ օրենքի պահանջ ու եթե ասենք այդ ամենի մասին պետք է պայմանավորվել ըստ էության նախապես։ Չեմ բացառում, որ նախապես նման պայմանավորվածություն եղել է եւ դրա մասին էլ մենք արդեն խոսեցինք, ես չեմ կարծում, որ իրենք չգիտեին, թե ինչ են ստորագրում, բայց այնուամենայնիվ եկել է ինչ-որ մի պահ, որը բերել է նման իրավիճակի եւ նորից եմ կարծում, որ չի բացառվում, որ այս ապստամբությունը, ինչպես մամուլում արդեն հասցրել են որակավորել այս գործընթացը, ինչ որ չափով նաև, այսպես ասեմ, դրդված է, ինչ որ այլ քաղաքական կենտրոնների կողմից, ներքաղաքական կենտրոնների կողմից։ Բնականաբար յուրաքանչյուր քաղաքական կուսակցության լիդեր ինքը կարող է
իր որոշումը ընդունել, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանում ցավոք սրտի այնպիսի իրավիճակ է, որ մեր քաղաքական կուսակցությունների մոտ ներկուսակցական այդ դեմոկրատական ավանդույթները գոյություն չունեն։ Տասնամյակներ շարունակ կուսակցության լիդերները չեն փոխվում, տասնամյակներ շարունակ կուսակցության լիդերն է որոշում ամեն ինչ, անձի պաշտամունք կա շատ տեղերում եւ պատահական չէ, որ մենք շատ դեպքերում, չէ, այս մեկ ամսվա ընթացքում, երբ լրագրողները հարցեր էին տալիս թե հանրապետականի ներկայացուցիչների, թե ներկայացուցիչների, թե Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, թե ինչ նորություններ կան, ովքեր են լինելու, ասենք, էլեմենտար падգամավորներ, էլ չեմ խոսում բարձր պաշտոններ զբաղեցնելու մասին, պատասխանները բավական հետաքրքիր էին, որ մենք ունենք կուսակցության նախագահ, ինքը անձամբ կորոշի, այսինքն այդտեղ ինչ-որ նման մի իրավիճակ է, երբ անձի պաշտամունք է եւ ամեն ինչ թողվում է նախագահին։ Շնորհակալություն։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան, ժամը 23-ին հեռանկարի հյուրը կլինի Ելք դաշինքի ավականու թեկնածու Զարուհի Բաթոյանը, իսկ ներքաղաքական թեման կշարունակի Քրիստինեն։